Բարև ձեզ, շնորհավոր նոր տարի, այս տարվա առաջին մեր հանդիպումն է, այսօր հայկական սուրճը խմելով ես պիտի խոսիմ Սեփաստիո մասին, ասիկան Սեփաստիո դարազն է, որ մասնավոր ասկային հայկազյան վարժարանի համար շինված է Քևոր Շադոյանի կողմէ, շատ շնորհակալ ենք, միասին խմենք հայկական սուրճը, որ բարեկամներու հետ երբ որ խմես շատ ավելի համեղ կլա։ Սեփաստիա։ Սեփաստիա թուրքերը կգոչեն սվազ, գոչված է նաև մեգապոլիս, որ կնշանակե մեծ քաղաք։ Բարիսներ ու ամուր փերթեր ունեցող քաղաքը։ Սեփաստիո մաքուր ու առողջ էր, նշանավոր է Սեփաստիո ծմբրան ցուրտը։ Քաղաքը հաստատված է Ալիս քեդին ափին։ Լեդատաշտիմը վրա։ Քաղաքը 4420 ոտք բարձր է ծովի մակերեսին։ Սեփաստիա 1915 թվականի սկիզբները 60,000 բնակչություն ուներ, մեծամասնությունը հայեր էին, թուրքեր եւ հույներ։ Սեփաստիա ունի մեծ անտառներ, քարյուղի հանքեր, հանքային ջուրեր, արձատ, բղինձ, գաբար, երկաթ եւ աղ։ 1915-ի սկիզբը կբնակեին 28,000 հայ, որոնք չարթին ժամանակ մեռան կամ ուրիշ երկիրներ քաղտեցին։ Քաղաքը ունի 6 եկեղեցիներ, ասկային հիվանդանոցը, որբանոցը, թատրոնը եւ այլ բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ։ Սեփաստիո մեջ հիմնված է դպարան եւ ուր ժամանակ հրատարակված են 3 թերթեր, Անտրանիկ, Հողտար, Աբարաժ։ Սեփաստացիները քաչ են բնավորությամբ, անոնք նաև ջարբիկ են քորձելու մեջ, խնայող եւ իրենց քորձն ու հաշիվը գիտեն, անոնք ասկային եւ եկեղեցական ավանդությունները կբահեն եւ շատ երկար կապրին։ Սեփաստիա դված է շատ նշանավոր դեմքեր։ Նախ ցեզ հիշեցնեմ, որ Շաբին Քարահիսարը եւ Գյուրունը Սեփաստիո նահանգի մեկ մասը կկազմեն։ Նշանավոր սեփաստացիներ եղած են Հերոսուի Խանում Շահինյանը, Արամ Հայգազը, Զորավար Անտրանիկը, որ Շաբին Քարահիսար ծնած է, ուրեմն Արաքել Բադրիկը, Գարաբետ Քապիկյանը, Քրաքեդե Վահե Վահյանը, Անտրանիկ Ծառուկյանը, Մինասյանը, որոնք Գյուրին ծնած են եւ չմոռնանք ասելու ուրեմն Սեփաստացի ընկեր Մուրադը, որ ամենանշանավոր ֆեդային էր եւ մասնավորապես հալեբցիներուն համար շատ կարեւոր է, որ դոկտոր Ասադուր Ալթունյանը, որ Հալեբի մեջ հիվանդանոց ուներ, Ալթունյան հիվանդանոցը, ուրեմն բնիկ Սեփաստացի է, որ իր հիվանդանոցը 1912-ին հիմնած է։ Սեփաստիո մեջ նաեւ ծնած է Վենետիկի Սուրբ Խազար վանքի միապանության հիմնադիր հայր Ափա Մխիթար, որ ասկանուն է Մանուկյան։ 1676-ին, որ ծնած է 1676-ին եւ մահացած է Սուրբ Խազարի մեջ 1749-ին։ Առաջին դպրոցը թարգմանչած վարժարանն է, որ հիմնված է 1851-ին, 1870-ին հիմնված էր Սրբոց Քայանյաց եւ Հրիփսիմյաց աղջկանց վարժարանը։ Սեփաստիա ուներ քանի հայկական վանքեր, որոնց մեջ նշանավոր է Սուրբ Հակոբի վանքը եւ 40 մանկուկը, որ կգտնվեր լիճի միեզերքը։ Այդ լիճի մեջ նահատակված են 40 ամեղ քրիստոնյա զինվորներ 320 թվին հանուն հավատքի եւ քաղաքարի պահպանման։ Մեր եկեղեցին հատուկ օրմ ունի, անոնք սիշադակը հարկելու համար մեծ 40 մանուկի դոնն է։ Հիմա Հայաստանի մեջ մենք ունենք նոր Սեփաստիա։ Շատ շնորհակալ ենք եւ լավ օրեր, լավ տարիներ, որ մեր հայրենիքն ալ թոր փառքավաճի եւ մենք բոլորս ուրախանանք։ Շնորհակալություն։